Գիրք Հովել, գլուխ 3. Որովհետև ահա այն օրերը և այն ժամանակը, որ ես ետ կդարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերությունը, այն ժամանակ կժողովեմ բոլոր ազգերը, և նրանց կիջեցնեմ Հովսափատի հովիտը, և այնտեղ նրանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի և իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրվեցին ազգերի մեջ, և իմ երկիրը բաժանեցին, և իմ ժողովրդի վրա վիճակ ձգեցին, և տղային տվին պոռնկի կապենքի տեղ, և աղջիկը ծախեցին գինիի և խմեցին։ Եվ դուք էլ ինչ եք ինձ համար, ով Տյուրոս և Սիդոն, և ով բոլոր փղշտացիների սահմաններ, միթե դուք ինձ հատուցում եք անելու, և կամ դուք ինձ հատուցանողներ եք, հեշտ և շուտով ետ կդարձնեմ ձեր հատուցումը ձեր գլխին, որովհետև իմ արծաթն ու ոսկին առաք դուք, և իմ ցանկալի բարի բաները տարաք ձեր մեհյանները, և Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին հունած որդկանցը ծախեցիք, որպեսզի նրանց հեռացնեք իրանց սահմանիցը, ահա ես պիտի զարթնեցնեմ նրանց այնտեղից, ուր որ նրանց ծախեցիք, և ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին, և պիտի ծախեմ ձեր տղերքն ու աղջկերքը Հուդայի որդկանց ձեռը, և նրանք պիտի ծախեն նրանց Սաբայեցիներին, այն հեռու ազգին, որովհետև Տերն է խոսել։ Հրատարակեցեք այս ազգերի մեջ, պատերազմ որոշեցեք, զարթնեցրեք տղամարդիկներին, մոտենան վեր գնան բոլոր պատերազմի մարդիկը, ձեր խոփերը սուրեր շինեցեք, և ձեր հոտոցները նիզակներ, թող տկարն ասե, տղամարդ եմ ես, շտապեցեք և եկեք, ով բոլոր շրջակա ազգեր, և ժողովվեցեք, այնտեղ տար, ով Տեր քո զորավորներին, զարթնեն և վեր գան ազգերը Հովսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեն բոլոր շրջակա ազգերը դատելու համար։ Մանգաղը գցեցեք, որովհետև հասել է հունձը, եկեք, իջեք, որովհետև լցվել է հնձանը, ավազանները հորդում են, որովհետև շատ է նրանց չարությունը, բազմություններ, բազմություններ վճռի հովիտումը, որովհետև մոտ է Տիրոջ օրը վճռի հովիտումը։ Արեգակն ու լուսինը պիտի խավարեն, և աստղերը ետ քաշեն իրանց լույսը, և Տերը պիտի գոչե Սիոնից, և Երուսաղեմից ձայն պիտի տա, և երկինքը ու երկիրը պիտի դողան, բայց Տերը ապավեն կլինի իր ժողովրդի համար, և ամրոց Իսրայելի որդկանց համար, և դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիոն սարումը, և Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներ այլևս չեն անցկենա նրա միջով։ Եվ պիտի լինի այն օրը, որ սարերը քաղցու պիտի ծորեցնեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, և Տիրոջ տանիցը մի աղբյուր պիտի դուրս գա, և ոռոգե Սատիմի ձորը, Եգիպտոսը Ամայի պիտի դառնա, և Եդովմը մի Ամայի անապատ պիտի դառնա, Հուդայի որդկանց դեմ գործած անիրավության համար, որովհետև անմեղ արյուն թափեցին նրանց երկրումը, բայց Հուդան հավիտյան պիտի բնակվե, և Երուսաղեմը դարեցդար, և նրանց արյունը պիտի մաքրեմ, որ չէի մաքրել, և Տերը պիտի բնակվե Սիոնումը։